Հայաստանի և ՆԱՏՕ անդամ պետությունների փորձագետները առաջիկա 3 օրերին երկխոսելու են ռազմավարական հնարավորությունների մասին, առաջին անգամ բացառապես Հայաստանին և ՆԱՏՕ-ի արևելյան թևին վերաբերող հարցերի շուրջ երկխոսության հասցեն Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա։ Նպատակն է միմյանց տեղեկացնել ընթացիկ զարգացումների մասին, մարտահրավերների մասին, խնդիրների մասին, որտեղ մենք գիտեք շատ հաճախ ելնում ենք այն նախապաշարմունքից, որ բոլորը ամեն ինչ գիտեն, բայց շատ հաճախ այդպես չէ։ Շատ հաճախ մարդկանց պետք է պատմել, բացատրել, ներկայացնել իրականությունը, սա մեկ, եւ երկրորդը սա նաեւ ինչ-որ չափով մտագրող է լինելու, ինչ լուծումներ եւ ինչ հնարավորություններ կա ավելացնելու Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հորիզոնները։ Սա նախ եւ առաջ Հայաստանի առաջնահերթություններն ու հնարավորությունները խորքային իմանալու հնարավորություն է Միրոշևսկի կենտրոնի տնօրենի դիտարկումն է։ Ինչ կարող ենք մենք անել միասին, ինչպես կարող ենք օգնել Հայաստանին զարգանալու առաջընթացի հարցում, ինչի կարիք ունի Հայաստանը։ Սա հնարավորությունների պատուհան է ու պատահական չեն քննարկվող թեմաները, անվտանգություն, տնտեսություն։ Հայաստանի հետ կապված շատ հնարավորություններ կան, պարզապես պետք է խթանել։ Շատ դետալներ, որ անհասկանալի էին, ակնհայտ դարձան պանելային առաջին քննարկումից հետո ստացած տպավորությունն է փոխանցում։ Այս քննարկումը սովորելու վարժություն է բոլորիս համար, ավելի լավ հասկանալու, թե ինչ մթնոլորտ է, թե ինչ է Հայաստանը մտածում ՆԱՏՕ-ի, Եվրամիության մասին, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների մասին։ Այլ բան է, երբ դու թերթում ես սոցիալական հարթակների տեղեկությունները, գուցե շատ կարդաց, բայց դա իրականությունը հասկանալու լավագույն եղանակը չէ, լավագույնը դեմ առ դեմ հանդիպումներն են, առաջացած հարցերի պատասխանները տեղում ստանալը։ Ընդամենը մեկ քննարկումից հետո արդեն շատ հարցերում պատկերացումները փոխվել են, անկեղծանում է Միրոշևսկի կենտրոնի տնօրենը։ Միջազգային բարձր մակարդակի փորձագիտական միջոցառման նախաձեռնությունը թեպետ Հայաստանից անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնինն է, բայց այն կազմակերպվել է լեհական Միրոշևսկի կենտրոնի հետ համագործակցությամբ եւ ՆԱՏՕ-ի աջակցությամբ։ Քննարկման հասցեագրման ու արդեն Լեհաստանում կազմակերպված այս հանդիպման արանքում 1 տարվա քննարկումներ են։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահն է պատմում։ Շեշտադրումն էր, որ երկխոսության մյուս կողմում լինեին հատկապես ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները, որոնք որ սկսվում են Սկանդինավյան, Բալթիկ երկրներ, արևելյան եւ կենտրոնական Եվրոպայի երկրներ, Թուրքիա, Հունաստան եւ Հայաստանի միջև, որովհետեւ վերջին զարգացումների վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մեզ հուզող խնդիրներից, մարտահրավերներից շատերը նույնական են։ Այսօր արդեն Վարշավայում անցկացվող այս երկխոսության մի կողմում ԱՄՆ-ից, Թուրքիայից, Չեխիայից, Լատվիայից, Բուլղարիայից եւ ՆԱՏՕ անդամ այլ երկրների փորձագետներն են, իսկ մյուս կողմում Հայաստանից ժամանած ընդհանուր 2 տասնյակից ավելի մասնագետներ ելույթներով ու ամեն մի հարցի շուրջ հարց-պատասխան ծավալուն քննարկումներով։ Միջոցառումը ֆինանսավորվում է եւ կազմակերպված է ՆԱՏՕ-ի կողմից, այնպես որ սա ոչ թե ուղղակի մեր նախաձեռնությունն է, այլ ՆԱՏՕ աջակցությամբ կազմակերպված միջոցառում է, սա մեկ։ Եվ երկրորդը, այո, գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ սա ոչ թե ՆԱՏՕ եւ տարածաշրջան համագործակցության նվիրված ձևաչափ է, այլ հենց ՆԱՏՕ-Հայաստան։ Գիտեք, ինձ թվում է մեր հեռուստատողներն են շատ հոգնած, երբ որ ասում են տարածաշրջանային այց կամ տարածաշրջանի հետ հարաբերություններ։ Այդ տարածաշրջանի պետությունները շատ տարբեր են, իրենց մարտահրավերները շատ տարբեր են, իրենց ցանկացածը շատ տարբեր է, այնպես որ մենք կարծում ենք, որ հենց այդ շեշտադրումը, որ սա ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջև անցկացվող քննարկում է, արտակարգ կարևոր է։ Հատկապես, որ երկխոսության սեղանին անվտանգության, պաշտպանական համագործակցության եւ ռազմավարական հեռանկարների հարցերն են, թե տեղական, թե այլ երկրներից ժամանած լրատվական միջոցների համար պանելային քննարկումների մեծ մասը փակ էր։ Իրինա Մկրտչյան, Սերյան Անտոնյան, Լուրեր, Վարշավա։